Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի Ատյաման Քավարին մեջ նշանիները ծաղկել են ստեղծելով քեղադեսիլ պատկեր։ Հայգյան Քարնանամուտի, Ամանորի և Զադիգի սրբազան տոնը։ Գերմանիայի նախագահի Արևելյան Հայաստան Պետական Պաշտոնական այցի ամենամեծ բացթողումը հայերու դեմ իրականացված ցեղասպանության հուշահամալիր այցելությունը չներառելն է, ասկ։ Հայ տիցերը թրքական գեղձավորության թիրախը։ Ադրբեջանը գուզե մաս առ մաս վերահսկողության տակ վերցնել Հայաստանը, Վասիլի Գոլդաշով։ Ադրբեջանական կողմը ուժգին գրագործներ արձակել է Սոտկի հատվածը։ Ադրբեջանցիները ոչնչացուցել են Արցախի Ավետարանոց, Չրաղացներ, Զարտանաշեն, Մատատաշեն և Սարգսաշեն գյուղերու գերեզմանոցները։ Արևմտյան Հայաստանի Ատյաման Քավարին մեջ քարնան նախանշանները արդեն նկատելի են։ Նշանիները ծաղկել են դարածքն ամբողջությամբ պատելով սպիտակ ծաղկած շղարշով։ Բնության այս հրաշալի երևույթը ոչ միայն քեղադեսիլ տեսարան կստեղծե, այլ կտարածե նշանիներու նուրբ բույրը։ Անցյալի հիշողությունները կվկայեն, որ Արևմտյան Հայաստանի այս տարածքներու մեջ հայերը դարեր շարունակ զբաղվել են բտղաբուծությամբ, ինչպես նուշի մշակմամբ։ Սակայն հայոց պատմական հողերու վրա օտար անուններով ներկայացվող այս վայրերուն մեջ հայկական մշակութային ժառանգության հետքերը ամեն կերպ կփորձեն վերացնել։ Հակառակ բռնագրավումին բնությունը կշարունակե վկայել մեր նախնիներու արմատներու եւ մշակութային ժառանգության մասին։ Իսկ քարնանային այս զարթոնքը կհիշեցնե մեր վերադարձի հույսն ու պայքարը։ Քարնանային օրահավասարին կդոնվի Ամանորը, Քարնանամուտն ու Զադիգը։ Զադիգ բարի արմատը զատվիլ բառն է, որ կնշանակե բաժնվել։ Ուսումնասիրության համաձայն օրահավասարի օրը լույսը կզատվի խավարեն, բարին չարեն, դակը ցուրդեն, քարունը ծմերեն, մրայլությունը գունավորեն։ Օրվան խորհուրդը անհամեմատ մեծ է եւ նպաստավոր թեպի դիեզերքը կացող հոգեվոր աստակներու համար։ Այս օրը կվերջանա բահկը եւ սեղանները կզարդարվին ազգային եւ դոնական համեղ ուտեստներով։ Գերմանիայի նախագահը դիկնոջ հետ մարտ 30-ին ապրիլի 2-ը գայցել է Արևելյան Հայաստան եւ Բաքու։ Ան Գերմանիո առաջին նախագահն է, ով գայցել է Հայաստան եւ Ադրբեջան։ Հայաստանյան այցի գլխավոր բացթողումը Ծիծեռնագապերտի հուշահամալիր չայցելելն է, որը Հայաստանի Հանրապետության Պետական արարողագարքի օրենքով կհամարվի բարդատիր։ Գնշվի, որ 2014-ին որպես արտգործնախարար ան հարկանքի դուր կմատուցեր հայոց ցեղասպանության զոհերուն, սակայն մինչ օրս կխուսափի ցեղասպանություն եզրույթեն, գիրառելով գոդորած ցեղագերբումը, չնայած 2015-ին Գերմանիայի նախագահը պաշտոնապես օգտագործեր էր ցեղասպանություն բառը։ Մարտ 26-ին Թուրքիո կողմէ բռնագրաված Արևմտյան Հայաստանի մեջ տեղի կունենա երկրագնդի գերբարները հadoop ցուցահանդեսի շրջանակի մեջ կազմակերպված հանդիպում, որը ընթացքին անկախ հետազոտողը կներկայացնե նախապատմական շրջանեն մինչև ուշ անտիկ դարաշրջան հայ տիցերը նյութով ժողով։ Ցավոք այս անգամ եւս Թուրքիան կշարունակե պատմական ճշմարտությունը խեղաթյուրելու իր քաղաքականությունը, փորձելով հայոց ծիծապանական ժառանգությունը ներկայացնել որպես հունական կամ այլ օտար մշակույթներու մաս։ Անահիտը, որը հայերու համար բտղապերության, մայրության ու բարության թիծուհի էր, գեած կերպով կներկայացվի որպես Աֆրոդիտե։ Նանեն, որ հին հայերու ռազմի եւ իմաստության աստվածուհին էր, հավանաբար կմեկնաբանեն որպես հունական Աթենաս։ Միհրը, որը հայոց արևի, արտարության եւ ուխտի աստվածն էր, գրնա ներկայացվիլ որպես հունահռոմեական Միթրա։ Այսպիսի գեղձիկները Թուրքիո մեջ նոր երևույթ չեն։ Թեր հարյուրավոր տարիներ շարունակ օսմանցիները, իսկ այժմ թուրքական պետությունը կփորձեն յուրացնել հայկական լեռնաշխարհի մշակութային ու հոգեվոր ժառանգությունը, աղավաղելով ճշմարտությունը։ Ռուս քաղաքագետ Վասիլի Գոլդաշովը Alpha News-ի հետ զրույցի ընթացքին մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին հագամարտության նոր ռազմական հարձակումի հավանականությունը։ Ռազմական քրոհը հնարավոր է, քանի որ Ադրբեջանը հայկական տարածքի յուրացման որոշակի ցև կօգտագործի, այսինքն Հայաստանի փոքրացման ցև, որը պետք է ժամանակի ընթացքին հասցնե վերջինիս վերացումին։ Այս ցևը մեկ կողմեն կենթադրե հարցի լուծում անվերջ խաղաղ երկխոսության եւ լրացուցիչ պահանջներու առաջադրման տեսքով, մյուս կողմեն զինված աստեցության տեսքով։ Ադրբեջանը կցանկա մաս առ մաս վերահսկողության տակ առնել Հայաստանը դարածքային առումով փոքրացնել այն։ Ադրբեջանը հզոր ազգային առասպել ունեցող պետություն է, անոնք առաջնորդվին այդ ազգային առասպելությամբ, ինչի վրա հենված է Բաքվի իշխանությունը, եզրափակել է Գոլդաշովը։
Մեսրոպ Արաքելյանի քրարումը Ամբողջ գիշեր ադրբեջանական կողմը ուժեղ գրագործեր արձակեր է Սոտկի հատվածը։ Ըստ ստացված տեղեկություններու ադրբեջանական զինված ուժերը շարունակել են իրենց սադրիչ գործողությունները, գիրառելով դարբեր դրամաչափի հրացակային զինադեսակներ։ Այդտեղ գտնվող բնակիչները կհայտնեն, որ գիշերվա ընթացքին գրագործները շարունակվել են երկար ժամանակ, ինչի հետևանքով գյուղի բնակիչները ստիպված եղած են մնալ իրենց տուները։ Սոտկի բնակիչները կշարունակեն ապրիլ լարվածության պայմաններուն մեջ, սակայն հայ զինված ուժերը պատրաստ են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել պաշտպանելու խաղաղ բնակչությունը եւ ապահովել սահմանային շրջաններու անվտանգությունը։ Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը կդատապարտի Ադրբեջանի պետական ահաբեկչական հարձակումը եւ կբնթե, որ Երևանի կառավարությունը համաչափ եւ պատշաճ կերպով արձագանքի այդ հարձակումներուն պաշտպանելու հայ բնակչությանը։ Ադրբեջանի իշխանություններու կողմեն էթնիկ զդումներու ենթարկված Ավետարանոց, Չրաղացներ, Զարդանաշեն, Մատատաշեն եւ Սարգսաշեն գյուղերու գերեզմանոցները ոչնչացվել են։ 2025-ի մարտ ամսուն հրաբարակված արբանյակային պատկերներեն գերեւի, որ նշված գերեզմանոցներու դաբանակարերու մեծ մասը 2024-ի ընթացքին անհետացել են։ Սիրելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։